Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 7 մայիսի օրը 5 բարի երեկո։ Վերջին շաբաթվա ընթացքում Գավառի կենտրոնական հրապարակում բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Ներդրվում է ոռոգման ավտոմատ համակարգ, ժամանակակից լուծումներով արդիականացվում է էլեկտրամատակարարման ցանցը։ Վերջիններից գործող համակարգերը տարիների ընթացքում վնասվել էին։ Իրականացվում է նաև այս համակարգերի ստորգետնյա կայանի կառուցում։ Քաղաքի կենտրոնական հրապարակում կատարվում են նաև բարեկարգման աշխատանքներ։ Նորացվում է գազոնի շերտը, նախատեսվում է չորացած ծառերի փոխարինում նորերով։ Այս աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև մայիսի վերջ։ Թվարկված աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացվելու է 28 միլիոն դրամ։ Բարեկարգումից հետո կգործարկվեն նաև շատրվանները և Գավառի կենտրոնական հրապարակը այցելուներին կներկայանա իր ողջ շքեղությամբ։ Կառավարություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Գավառ քաղաքում, հիմնանորոգվում են գերեզմանոցի մուտքերի ճանապարհները և անցուղիները։ Իսահակյան և Իսահակյան երկրորդ նրբանցք փողոցներում էլ հիմնանորոգումն արդեն ավարտվել է։ Օրեր առաջ Գավառի գերեզմանոցի տարածքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքներ։ Հիմնանորոգվում են արևելյան և արևմտյան մուտքերն իրար կապող ճանապարհները։ Կատարվել են նաև անցուղիների իրականացման աշխատանքներ։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։ Այս ճանապարհը ես գտնում եմ, որ շատ անհրաժեշտ էր մեր ազգաբնակչությունը, մեր Գավառի բնակչությանը։ Ես կողքի արևանների հետ էլ խոսել եմ, շատ գոհ են, շատ գովում են, շատ շնորհակալ ենք նախաձեռնողներից։ Հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի արժեքը 66 միլիոն դրամ է, որը հավասարապես հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։ Կատարվել է հողի անույթ 15-ից 17 սանտիմետր հաստությամբ, խճային հիմքի տեղադրում և բիտումի տարածում խճային հիմքի վրա, որից հետո տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ 5 սանտիմետր հաստությամբ։ Աշխատանքները ընթանում են բարեհաջող։ Շինարարությունն իրականացնող կազմակերպությունից տեղեկացնում են, որ եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի վերջ։ Խորհրդությունների ժամանակ բոլորս էլ բարձրանում ենք։ Իհարկե շատ հաճելի է, շատ կարևոր է բոլորիս համար։ Արդեն ասֆալտապատ Գավառ քաղաքի Իսահակյան և Իսահակյան երկրորդ նրբանցք փողոցների հիմնանորոգման մասին ևս բնակիչները ոգևորությամբ են խոսում։ Իմ 5 տարեկանի տեսքով ստե ասֆալտ չի ելե, շնորհակալություն առողներից, քեզ գումես քաղաքում ու քաղաքացի ու շատ աճիկով ման ես գալ, հեսա թոր եմ ունեցե, թորնիկի հետ գլնեմ, ման կքամ։ Իսահակյան և Իսահակյան երկրորդ նրբանցք փողոցները ևս հիմնանորոգվում են Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Քայլել ժամանակի հետ, բացահայտել ապագայի մասնագիտությունները, հասկանալ աշխատաշուկայի պահանջարկը, Մարտունի ինովացիոն ֆեստիվալի օրակարգներ, միջոցառումը հանդիսացել է գաղափարների, տեխնոլոգիաների և երիտասարդների հանդիպման հարթակ։ Գնալ գիտության հետքերով, ստանալ ռազմական կրթություն, հետաքրքրվել առաջատար տեխնոլոգիաներով, թե հանրային կարևորության նախաձեռնություններ իրականացնել։ Մարտունի ինովացիոն ֆեստիվալ 2026-ը մեկ հարթակում է միավորել գիտության, կրթության, տեխնոլոգիաների ներկայացուցիչների և 320 երիտասարդի միասին հասկանալու արդի աշխատաշուկայի պահանջները և կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Օրինակ ճարտարապետ են ուզում դառնալ, բայց կյանքում ճարտարապետ չեն տեսել, հետը չեն շփվել, այս միջոցառումը այդ հնարավորությունն է տալիս։ Ուզում են լրագրող դառնալ, էլի չեն տեսել, չեն շփվել տվյալ մարդու հետ, ծրագրավորող լսել են, որ լավ մասնագիտություն է, բայց չեն շփվել, կարող է վերջում պարզվի, որ համապատասխան չեն։ Խոսնակներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ոլորտի առանձնահատկությունները, կարիերայի աճի և բարձր եկամուտի հնարավորությունները։ Երիտասարդները բացահայտում են, որ գիտությունը ձանձրալի չէ, որ հաջողակ են հետաքրքիր խնդիրներ վերհանող և լուծող մարդիկ, իսկ արհեստական բանականությունն անհրաժեշտ գործիք է դառնում գրեթե բոլոր ոլորտներում։ Մարտունի ինովացիոն ֆեստիվալը նաև արդյունավետ կապեր ստեղծելու հնարավորություն է։
Միջոցառումը նպատակ ունի երեխաների մոտ զարգացնել ծանոթանալու հմտությունները։ Մեր համայնքում կոնկրետ արտագն աշխատանքը շատ է։ Այդ պայմանավորված է նրանով, որ երեխաները ժամանակին չեն կողմնորոշվել իրենց մասնագիտության հարցում, իրենց ուղղորդող չի եղել։ Հիմա մենք քանի որ ունենք այդ հնարավորություն, ունենք այդ ռեսուրսները, ինչու չօգտագործենք մեր համայնքի զարգացման համար։ Մենք հնարավորություն ենք ունենալու ծանոթանալ միմյանց հետ, փոխանակել գաղափարներ։ Իմ կողմնորոշումը մասնագիտական ծրագրավորումն է, այնքան մասնագետներ կան, նոր ես ծանոթացա ծրագրավորող, որոնք որ իրենց անցած ճանապարհով ինձ հետ կիսվեցին։ Մարտունի ինովացիոն ֆեստիվալը հզոր միտք հասարակական կազմակերպության եւ Հայասա համայնքային զարգացման նախաձեռնության համատեղ միջոցառումն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Երիտասարդական նախաձեռնությանն աջակցում է Մարտունու համայնքապետարանը։ Հետաքրքրությունը ֆեստիվալի նկատմամբ տարեցտարի աճում է եւ երիտասարդներից շատերն արդեն մասնակցից դարձել են համակարգող, արձանագրում են կազմակերպիչները։ Երեխաներին հնարավորություն ենք տալիս ծանոթանալու մարզի մյուս այլ համայնքի երիտասարդների հետ եւ նման օրինակ միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ երեխաները ինքնադրսևորվում են, մտնում են նոր միջավայր, կազմակերպչական շատ հմտություններ են սովորում, այսօրվա միջոցառումն է կազմակերպել են հենց մարզում ապրող երիտասարդները։ Հայաստանի առաջատար բուհերը, գիտական կառույցներն ու տեխնոլոգիական ընկերությունները ներկայանում են նաև տաղավարային ցուցադրություններով, երիտասարդներին ծանոթացնելով իրենց կրթական ծրագրերին։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։